Իսրայելական ուժերը կալանել են Գազա հումանիտար օգնություն տեղափոխող նավատորմի նավերը եւ ձերբակալել ակտիվիստներին, այդ թվում շվեդ բնապահպան Գրետա Թունբերգին։ Նավատորմը բաղկացած էր 40-ից ավելի նավերից, որոնց վրա գտնվում էին շուրջ 500 խորհրդարանականներ, իրավաբաններ եւ ակտիվիստներ։ Սա հումանիտար ամենախոշոր առաքելություններից մեկն էր, որը փորձում էր ծովով օգնություն հասցնել պաղեստինյան անկլավ։ Իսրայելը հայտարարել է, որ նավատորմը նպատակ ուներ սադրելու, ոչ թե հումանիտար օգնություն հասցնելու։ Նավերը տեղափոխվել են Աշդոդի նավահանգիստ, որտեղից նրանց ուղևորները կարտաքսվեն Եվրոպա։ Ըստ Իսրայելի արտգործնախարարության նավերից որևէ մեկը չի խախտել Գազայի շրջափակումը եւ սադրանքն ավարտված է։ Իսրայելի գործողությունները լայն քննադատության են արժանացել։ Կոլումբիայի նախագահը միջադեպն անվանել է միջազգային հանցագործություն, երկրից արտաքսել է իսրայելցի դիվանագետներին եւ դադարեցրել Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Թուրքիայի նախագահը տեղի ունեցածը որակել է ծովահենային գործողություն։ Գերմանիան կոչ է արել երաշխավորել բոլոր ձերբակալվածների անվտանգությունը։ ՄԱԿ-ը նշել է, որ քաղաքացիական հումանիտար նավերի կալանումն ընդլայնում է Գազայի հատվածի անօրինական շրջափակումն Իսրայելի կողմից։ Հունաստանում, Իտալիայում, Թունիսում, Իսպանիայում եւ Թուրքիայում մարդիկ ցույցի են դուրս եկել բողոքելով նավերի կալանման դեմ։ Այս ընթացքում Իսրայելը Գազայում շարունակում է ռազմական գործողությունները, իսկ Համասը քննարկում է պատերազմն ավարտելու ամերիկյան նոր ծրագիրը։ Իսրայելական հարվածներից Գազայում շուրջ 50 նոր զոհ է գրանցվել։ Ռուսաստանն ու Ուկրաինան Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ռազմագերիների փոխանակում են իրականացրել 185-185-ի դիմաց։ Վերադարձվածների թվում են նաև 20-ական քաղաքացիական անձինք յուրաքանչյուր կողմից։ Միևնույն ժամանակ կողմերը հայտնել են նոր հարվածներ փոխանակելու մասին։ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 86 անօդաչու։ Զանգվածային հարվածների է ենթարկվել Օդեսան։ Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 85 անօդաչու խոցելու մասին։ Թիրախավորվել են մի շարք օբյեկտներ Սարատովում եւ Էնգելսում։ Պաշտոնապես ուժի մեջ է մտել Ռուսաստանի եւ Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը երկու երկրների նախագահները ստորագրել էին այս տարվա հունվարին Մոսկվայում։ Ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության փաստաթուղթը սահմանում է առաջնահերթ ուղղություններում երկկողմ գործակցության զարգացման հիմնական ուղենիշերը, նախատեսում է միջազգային ասպարեզում փոխգործակցության ամրապնդում, սերտ համակարգում առաջատար բազմակողմ միավորումների շրջանակներում, համատեղ ջանքեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման համար, ինչպես նաև հակահարված ընդհանուր մարտահրավերներին եւ սպառնալիքներին։ Միացյալ Նահանգներում 100 հազարավոր դաշնային աշխատողների հրահանգվել է չաշխատել կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման ընթացքում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին։ Միևնույն ժամանակ շատերը, հատկապես անվտանգության ոլորտի հետ կապված աշխատողները, պետք է աշխատեն առանց վարձատրության։ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները, այդ թվում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շատդաունի համար մեղադրել են դեմոկրատներին։ Գրեթե 7 տարվա ընթացքում առաջին շատդաունը սկսվել է, քանի որ հանրապետական եւ դեմոկրատ կոնգրեսականները չեն կարողացել համաձայնեցնել բյուջեի նոր նախագիծը։ Դեմոկրատները ցանկանում են ստանալ առողջապահական նպաստների պահպանման վերաբերյալ երաշխիքներ նախքան կհամաձայնեն ծախսերի պլանին։ Հանրապետականները պնդում են, որ դա հարկատուների համար ֆինանսական մեծ բեռ կլինի։ Մեծ Բրիտանիայում Մանչեսթեր քաղաքի սինագոգներից մեկում հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, եւս 3-ը ծանր վիրավորվել։ Կասկածյալը մեքենան վարել է սինագոգի մոտ գտնվող մարդկանց ուղղությամբ, որից հետո սկսել է դանակահարել հավաքվածներին։ Կասկածյալը զոհվել է դեպքի վայր ժամանած ոստիկանների կրակոցներից։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը Կոպենհագենում մասնակցում էր եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, ընդհատել է այցը եւ վերադարձել երկիր։ Մեծ Բրիտանիայի սինագոգներում հսկողությունն ուժեղացվել է։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։